Պարոն Հակոբյան, Ռուսաստանի նախագահը ստեյության բավականին կոշտ, արդեն այսպես վերջնական, իր հայտարարությամբ նշեց, որ ի վերջո Հայաստանը պետք է կողմնորոշվի կամ ԵՄ կամ ԵԱՏՄ, որում ասում է պետք է հանրաքվե լինի, որից հետո, ինչպես իր ձևակերպումն եմ ասում, նուրբ ու մեղմ բաժանման հարցը առաջ կգա։ Ինչ կասեք սրա մասին ու հետևանքների մասին, երբ Հայաստանը որոշում կայացնելու։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատերբային կամձագանքի եւ իր դիրքորոշումը կհայտնի, մինչ այդ խնդրում եմ պատեհ պահը երբ է պարոն Հակոբյան, եթե ասում է պետք է վերջապես, արդեն Ռուսաստանը հստակ ասում է կողմնորոշվի։ պատեհ պահը ժամանակ, երբ հարկ կհամարի Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ վարչապետը։ Հիմա մենք ընտրական process-ի մեջ ենք, քարոզարշավի մեջ ենք եւ ես տարատեսակ հայտարարություններ նաեւ այս շրջանակներում եմ ընկալում։ Այսինքն նախընտրական շրջանակներում, որովհետեւ ներհայաստանյան օրակարգը այսօր միայն ներհայաստանյան օրակարգ չի, ներհայաստանյան օրակարգը նաեւ տարածաշրջանային օրակարգ է։ Հայաստանի Հանրապետությունում այժմ ընտրություններ են, որոնք ես չեմ վախենա ասել, որ կանխորոշեն նաև տարածաշրջանի ամբողջ իրավիճակի կայունության եւ այլնի հետևանքները։ Այսինքն դրություններից է կախված նաև երկը ԵՄ-ը։ Դրություններից է կախված ամեն ինչ, դրություններից է կախված խաղաղությունից է կախված թե ինչ ընթացքով կընթանա մեր պետությունը, խաղաղությունից է կախված թե ուր կհասնենք մենք, խաղաղությունից է կախված ուր ենք հասնելու։ Եթե ԿՊ-ն կախված թե ինչ սոցիալական բարեկեցության, եթե ԿՊ-ն վերընտրվի, ուր ենք գնալու։ Եթե ԿՊ-ն վերընտրվի, մենք գնալու ենք դեպի լուսավոր, պայծառ, զարգացող, ժողովրդավարական ապագա։ Ինչպիսին այսօր է։ Ինչպիսին այսօր արդեն դրված են դրա հիմքերը։ Նայեք, ձեզ ասում եմ, որ դուք խոսում եք անընդհատ խաղաղությունից, բայց ձեր օրոք ամենաշատ պատերազմներն է եղել, ամենաշատ զորքերը ու հստակ թվերով, փաստերով նշում են ձեր ընդդիմախոսները։ Ես չգիտեմ ինչա նշանակում, բայց մեր օրոք եղել է էսկալացիաները ու ամենաշատ զոհերն են եղել պատերազմ։ Մենք ունեցել ենք հազարավոր եղբայրների կորուստներ, որից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշել է, որ մենք պետք է առաջնորդենք, Նիկոլ Փաշինյանը պետք է առաջնորդի մեր երկիրը դեպի խաղաղության։ Եվ մենք այնինչ ունենք եւ մեկ անգամ եւս այսօր մենք գնում ենք հայցելու քաղաքացիների քվեն եւ հունիսի 7-ին ուշ երեկոյան գիշերը Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը ասում էր Արցախի հետ կապված, ասում էր դրանք երբեք էլ մերը չեն եղել։ Երբ հասկացավ, երբ որ 20 թվականից մինչև 20 թվական ասում են մեր հողերն էր, ասում են այնտեղ հայերն ապրել։ Այո, այդ որ փուլից հասկացավ, որ մերը չեն եղել, երբ որ տարեշանը պայքարել մղել։ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ այդ տարածքները միջազգանորեն ճանաչված չեն եղել եւ չեն պատկանել Բայց այդտեղ հայերն ապրել, ճանաչել են այնտեղ։ Այդտեղ հայերն ապրել, բայց դա չի նշանակում, որ կար հնարավորություն, որպիսի ես ձեզ հավաստիացնում եմ, բոլոր հնարավորությունները օգտագործվել հայկական պահելու համար։ Մենք ենք եղել այն իշխանությունը, որ միլիարդավոր դրամներ ներդրումներ են կարել այնտեղ մինչև պատերազմը եւ պատերազմից հետո նաեւ։ Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ միջազգայնորեն իսկ ով է ասել, որ Արցախը եղել է անկախ կամ Հայաստանի մաս, ով է նման բան ասել։ Ունեցել է պետական խորհրդանիշի օրդեր, այսինքն շարունակում է անկախ պետությունն եղել այնտեղ ապրել են տարիներ շարունակ հայեր։ Ոչ մի միջազգային երկիր Արցախը չի ճանաչել որպես անկախ կամ Հայաստանի մաս։ Բոլորը դա ճանաչել են որպես Ադրբեջանի։ Բայց ճանաչել են ինքնորոշման երևույթ, այսինքն այնտեղ բնակվող հայերն եւ դա ծուղակ է եղել Հայաստանի Հանրապետության գոյության վերացման Նիկոլ Փաշինյանն է այդ ծուղակում եղել, երբ որ Նիկոլ Փաշինյանն է ծուղակում եղել։ 18 թվականից հետո մենք որպես իշխանություն եղել ենք ծուղակում եւ այն գիտակցությունը, որ մենք ունեցել ենք, որ անկախությունը բարձրագույն արժեք է, այսօր մեզ հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունը դարձնել անկախ, ինքնիշխան, զարգացող եւ կայուն։ Իսկ ծուղակից երբ դուրս եկաք, դա հետաքրքիր։